Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, եթե դուք տեսել եք երեք Վարդանիկի հայտնի կադրերը դատական process-ից հետո, որտեղ որ նա այսպես հայոյախոսական թեմայով է հանդես գալիս, թե իրեն ով կաշառակ էր համարի, էսա էնա մի խոսքով հասկանում եք։ Եթե տեսել եք, ապա ես ձեզ ցավակցում եմ, այո, դուք ականատես եք եղել խուլիգանական, կոմունիստական, ռուսամետ, ռուսամետ նշանակում է ռուս-թուրքամետ ուժի ներկայացուցչի խոսույթին, ով ատելով ատում է հայ ազգը, հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունն ու ինքնիշխանությունը։ Չնայած սա նորություն չի, որովհետեւ նա դրա մասին բազմիցս ասել է, որ նա Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է միութենական պետության կազմի մեջ, ոչ թե միություն, պետությունների միության, այլ միութենական պետության։ Ես չգիտեմ սա հասկանալով ասել թե չէ, որովհետև խիստ կասկածում եմ նրա ըմբռնողունակության վրա, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ նա սենց մուրճ ու մանգաղով կոմունիստ է, ապա նրանից հեռու չի, որ շատ լավ տիրապետում է այնպիսի բաների, որոնք կարող են մանիպուլատիվ ձևով ներկայացնել հասարակությանը։ Սա լկտի խոսույթ է, հուշեմ սրան, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած մեկը, ցանկացած քաղաքացի ունի իրավունք կարծիք կազմելու այս կամ այն իրավիճակի հետ կապված։ Մնացածը դատարանում ունես հնարավորություն ապացուցելու հակառակը։ Դու չես կարող վիրավորական ինչ-որ բաներով հանդես գալ, խոսույթով հանդես գալ, դրանով դու միայն ապացուցում ես, որ ինքդ այդպիսինն ես։ Ինքդ այդպիսի երևույթ ես, որը մարդ բառի հետ ոչ մի ընդհանուր առնչություն չունի, դա անասնական բնազդով իրագործվող բաներ են։ Ամեն դեպքում ես մի նյութ ընթերցեմ ձեզ համար, թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով նավականում մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել, խոսքը Գյումրու մասին է։ Մանդատներից հրաժարվելու եւ դրանց փոխարեն նորը տրամադրելու գործընթացը սկսվել է Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 20-ին իրականացած հատուկ գործողություններից հետո։ Կալանավորումների պատճառով խախտվել է կոմունիստական կուսակցության խմբակցության ավականու կազմը։ Ես որ ասում եմ ձեր ամբողջ կազմին եթե դնենք կարտակ, մի կողմում դնենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, մյուս կողմում դնենք ձեր ցանկը անուն ազգանուններով, կպարզվի հանկարծ, որ այս քրեական օրենսգիրքը այս ցանկի ներկայացուցիչների կենսագրականն է։ Կալանավորումների պատճառով խախտվել է կոմունիստական կուսակցության խմբակցության ավականու կազմը։ Այժմ փաստացի ավականու աշխատանքում լիարժեքություն չկա։ Մանդատների խնդիր է առաջ եկել ոչ միայն կոմունիստական կուսակցությունում, այլ նաև մեր քաղաքը կուսակցությունների դաշինքում։ Կալանավայրում գտնվելու պատճառով նախ մանդատներից հրաժարվեցին կոմունիստական կուսակցության Գևորգ Ղուկասյանը եւ Սեդրակ Խաչատրյանը, իսկ նրանց փոխարինեցին նույն կուսակցությունից ցուցակի հաջորդ համարները Տիգրան Ավագյանը եւ Սամսոն Էլբակյանը, սակայն դեռ մանդատը չվերցրած Տիգրան Ավագյանը եւս կալանավորվեց եւ կալանավայրից ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին դիմում։ Արձանագրություն է ուղարկվել համայնքապետարան այն մասին, որ Տիգրան Ավագյանը վայր է դրել մանդատը, համայնքապետարան արձանագրությունն ուղարկել է հանձնաժողով, Armenpress-ի փոխանցմամբ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացնելով, որ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվելու է կոմունիստական կուսակցության ընտրացուցակի հաջորդ համարին Արտյոմ Մկրտչյանին, ով այս պահին զբաղեցնում է համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնը, սակայն Տիմորենկը թույլ չի տալիս համատեղել այդ պաշտոնը մանդատի հետ։ Ընտրության որոշման համաձայն կա 1 ամիս ժամանակ։ Ինքնաբացարկի դիմում է ներկայացնել նաև Գնել Մանուկյանը, որի հարցը կքննարկվի հաջորդ արտահերթ նիստում։ Այդ նիստում կքննարկվի նաև մեր քաղաքակուսակցությունների դաշինքի ավականու անդամ Նարեկ Միրզոյանի ինքնաբացարկի դիմումը։ Նա եւս ներկայացել էր մանդատից հրաժարվելու դիմում։ Այդ խմբակցության հաջորդ համարը Հասմիկ Խաչատրյանը նույնպես ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Ավականու անդամի մանդատը հանձնաժողովը փոխանցելու է դաշինքի ընտրացուցակի 10-րդ համարին Արտակ Հովսեփյանին։ Տեսնենք ինչ կստացվի։ Ահա այս խմբին եք, սիրելիներս, տվել ձեր ձայնը, որի մասին մենք այնքան ձեզ զգուշացնում էինք։
մարդկանց խումբ, ովքեր չեն եկել Գյումրեցու կյանքը լավը դարձնելու համար։ Եկել են ձեր աշկերին թոզ փչելու եւ իրենց կյանքը լավ դարձնելու համար, ինչու ոչ դա հերահար նպատակներ ուներ, դա սխեմայի առաջին աստիճաններ, որ դեռ Հայաստանն էլ խլեն։ Սա է եղել։ Համեմատության համար ասեմ հետևյալը, օրինակ նոյեմբերի 9-ի պայմանագրի խաղաղության այդ բանից հրադադարից հետո հարցակումներ եղան պարլամենտի ազգային ժողովի վրա, չգիտեմ, հետապնդվում էին մարդիկ, որոշ խուլիգան շրջանակների կողմից եւ այլն, դուք հիշում եք այդ վիճակները, պատկերացրեք այդ ժամանակ կառավարությունը թողներ ու փախներ։ Բայց նրանք ստանձնեցին այդ ասացին մի րոպե, մենք պատասխանատվություն ենք կրում։ Մենք չենք կարող փախչել։ Ինչից փախչենք։ Ուր փախչենք, մեր ժողովրդից։ Չնայած որ Արարատ Միրզոյանին այնքան էին ծեծել, որ սպանելու աստիճան էին հասցրել, ու միևնույնն է, շարունակեցին իրենց գործընթացը։ Ինչի իմիջիայլոց նույն դաշնակները առաջին հանրապետության ժամանակ չարեցին, հանձնեցին ու փախան։ Դրա համար են սրանք անընդհատ վազվզում ես ինքնաթիռի հետևից են ճամփեն պահում, բա հեսա փախնում են, հեսա նստում են փախնեն, հետո որովհետև իրանք փախնող են։ Իրենք փախչող են ու գիտեն որ բոլորը պիտի որ փախչող լինեն, իրենց համար փախչելը նորմն է։ Որովհետև իրենք կփախչեին։ Առհասարակ դիմացինի մասին, երբ որ դու անում ես ինչ որ պատկերացումներով դիմացինին փորձում ես բնութագրել, դա բխում է քո տեսակից, ինչպիսին ես դու։ Իհարկե շատ դեպքերում օբյեկտիվ, եթե գնահատական լինի նաև նրա արարքներից, բայց թե ինչ կանին, այ ինչպիսին ես դու, ինչ ես տեսնում դու։ Սա իմիջիայլոց Գյումրիի մասով ես ասելիք ունեմ ու խոսքս հղում եմ կոնկրետ Գյումրու քաղաքապետարանի էջը վարող անձնավորությանը, ես չգիտեմ դա կին է, տղամարդ է, մեծ է, փոքր է, ինչ է, ինչ չի, բայց Գյումրիի համայնքի պաշտոնական էջը Վարդան Ղուկասյանի անձնական էջը չի ու ես անկեղծորեն եմ ասում, քանի որ Գյումրին իմ քաղաքն է, իմ երկրում է, ես կարող եմ հանգիստ մոտենալ, սա միացրած ու քեզ բացատրել, թե դու ինչ ես պարտավոր անել եւ ինչ պարտավոր չես անել, ինչը չպիտի անես։ Հայտարարություն էր հնչել, իբր Վարդան Ղուկասյանը մարզիկներին էր դիմել, մի հատ ցանկ էր ներկայացրել, ինչքան լավություն ա արել, սպորտը ոնց ա փորձել զարգացնել Գյումրիում, չգիտեմ ինչ էր, մի խոսքով, մեծ ծանոթ ձևերով, խալխի ձևերով։ Ինչին ի պատասխան Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հրապարակումը աչքովս ընկավ, ասացի մի րոպե, մի հատ մտնեմ մեսեջի հետ ծանոթանամ, տեսնեմ առհասարակ այս ընթացքում իսկապես էլի ինչ կա չկա։ Մտնում նայում եմ Զարուի Փոստանջյանը, ով հանդիսանում է նաև կարծեմ Վարդան Ղուկասյանի փաստաբանը, նաև կոալիցիոն թիմի ներկայացուցիչը, Մայր Հայաստան դաշինքով Հայաստանի Երևան քաղաքի հավաքանու անդամը, գնացել է Գյումրիում ամբիոնից ելույթ է ունենում դեռ բավարար չի, մի հատ էլ դա տեղադրվում է Գյումրու պաշտոնական, Գյումրի համայնքի պաշտոնական էջում։ Այդ խելքին քանի ախպեր կամ քուր եք։ Պատկերացնում եք Երևան համայնքի պաշտոնական էջը լինի Տիգրան Ավինյանի գովազդի էջ։ Կարա այդպիսի բան լինի։ Համայնքի պաշտոնական էջում դրվում են ծրագրերը, դրվում են նախաձեռնությունները, դրվում են աշխատանքները եւ ձևակերպումները առանց հավելյալ չգիտեմ ինչերի, որ այ Տիգրան Ավինյանը եկավ, ստորագրեց, գնացինք, արեցինք, առանց այս բաների արվել է այս աշխատանքից, թե ինչ process-ներ են նախորդել, դա իրենց աշխատանքային բանն է։
Վերցել Գյումրի համայնքի էջից դարձել են Վարդան Ղուկասյանի բան, անձնական էջ։ Մենք կարող եմ մի օր էլ գրեք Վարդան Ղուկասյանը 4 անգամ այսօր գնաց Զուգարան, չգիտեմ, գնաց այս ինչ եք անում։ Դուք իրավունք չունեք նման բան անելու։ Դուք եւ առհասարակ սա ուղիղ բանավոր հարցում կարող եք դիտարկել եւ ակնկալում եմ պատասխան մեր հաղորդման շրջանակներում։ Ձեր SMM-շիկը փող ստանում է, թե չէ։ Ումից է ստանում։ Աշխատավարձակ գրանցած այդ համայնքի էջը վարողը դրա համար աշխատավարձ ստանում է, թե չէ եւ ումից է ստանում։ Սա բանավոր հարցում է Գյումրի համայնքապետարանին։ Դուք այդ հարցման պատասխանը տվեք, մնացածը ձեզ կասեմ, թե դուք ինչ պարտականություններ ունեք, ոչ միայն գյումրեցի, այլ առհասարակ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու առաջ։ Ձեր նիստուկացով, ձեր գործունեությամբ, ձեր պատասխանատվության զգացումով։ Գիտեն իրան ժամանակներն է, կալվածատերերն են։ Չարաչար սխալվում եք։ Հիմա կարդամ պատասխանը։ Սամվել Գասպարյանի պատասխանը Գյումրու քաղաքապետարանի հայտարարած հերյուրանքին։ Ես Սամվել Գասպարյանը, սի պաշտոնե Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հայտարարում եմ, որ Գյումրու համայնքապետարանի Facebook-յան պաշտոնական էջով շրջանառվող կոչերում եւ հրապարակումներում ընդունակ որևէ մեկը չի կարող եւ իրավունք չունի օգտագործել մարզիկների, մարզիչների, ինչպես նաեւ Ծանրամարտի Ֆեդերացիայի որևէ ներկայացուցչի անունը քրեական վարույթով անցնող անձի պաշտպանությունը ապահովելու նպատակով, ինչպես նաեւ քաղաքական միտումներով բացարձակապես անընդունելի է։ Այս գործողությունը ոչ միայն անբարոյական եւ անընդունելի է, այլ նաեւ մարզական հանրության հեղինակությունը շահարկելու բացահայտ փորձ, որը կարող է կեղծ տպավորություն ստեղծել մեր ոլորտի ներգրավվածության մասին։ Շատ հետաքրքիր դիտարկում է միջայնլոց պարոն Գասպարյանը արել, բրավո, հիմա կանդրադառնամ։ Ավելին հարկ եմ համարում ընդգծել, որ Գյումրու համայնքապետարանի Facebook-յան պաշտոնական էջը վերածվել է անձնական բնույթի հարթակի, որտեղ հրապարակվում են նյութեր, որոնք կապ չունեն համայնքային կամ պետական գործառույթների հետ։ Պետական կառույցի պաշտոնական էջը չի կարող ծառայել անհատական խնդիրների արդարացմանը կամ անձի նկատմամբ համակրանք ստեղծելու միջոց։ Սա ոչ միայն էթիկայի կոպիտ խախտում է, այլ նաև պետական հարթակի նպատակային գործառույթի աղավաղում։ Ես կտրականապես մերժում եմ որևէ ծանրորդի հեղինակությունը եւ նման գործընթացներում օգտագործելու ցանկացած փորձ։ Մենք չենք լինելու ոչ մեկի անձնական կամ քրեական խնդիրների բարոյական վահան։ Հայկական ծառամարտը ունի մեկ նպատակ՝ հաղթողներ դասիրակել, ոչ թե ծառայել անհատների անձնական շահերին։ Բրավո։ Շատ լավ պատասխան է, շատ հիանալի պատասխան է։ Ու գիտեք, այստեղ հեղինակության այս մասին շահարկելու փորձը, հեղինակությունը որ շահարկում են, այս գործը ոչ միայն անբարոյական եւ անընդունելի է, այլ նաեւ մարզական հանրության հեղինակությունը շահարկելու փորձ։ Ինչի մասին է խոսքը, նայեք, մարդը գնում է, պարապում է, աշխատում է, քրտնում է, արուն քրտինք, ընդ որում արուն քրտինք։ Մեկը կարող է, ասենք, ինչ-որ մի հատ միջոցառման կամ, չգիտեմ, միջքաղաքային եսի մրցույթի մեջ, մրցույթը իրականացնելու մեջ ֆինանսա ներդնում, հետո ասում է, սա իմ աճացած մարզիկն է։ Սրանով մարզիկներին դնելով որոշակի կախվածությունների մեջ, թե բարոյահոգեբանական, թե եթե մի քիչ հետ գնանք ժամանակով, մինչև 18 թվական, թե նաև ֆինանսական առումով։ Իսկ այսօր պետությունը այս ամեն ինչը կարգավորում է եւ հստակ սանդղակներ է սահմանած, հստակ աշխատավարձերով արդյունավետ մարզիկների համար։ Այսինքն դրված է մի հատ sense բան նշածող, ես կարծում եմ ժամանակի հետ կարող է եւ այդ ֆինանսական բան մասը վերանայվի, ինչու ոչ, ես դեմ չեմ լինի, միայն ուրախ կլինեմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ եթե դու մարզիկ ես, լավ մարզիկ ես ու նվիրված կարող ես աշխատել ու արդյունքներ գրանցել, չէ՞ որ ասենք օրինակ ծառամարտով կարա 1000 հոգի զբաղվի, դա սպորտ է, դա սպորտաձև է, բայց 1000-ից
100-ի մոտ ինչ-որ բան ստացվի և 100-ից 10 արդյունքներ գրանցել։ Եթե դու այն մարզիկն ես, որ այո, այդ մարզաձևով կարող ես արդյունքներ գրանցել ու դրանով պետության դրոշը բարձրացնել ամենատարբեր վայրերում, քո նվիրվածությունը աշխատավարձի տեսքով ֆինանսավորվում է պետության կողմից։ Ոչ թե անհատների, այսինքն դու ֆինանսական կախվածության մեջ որևիցե մեկից չես ընկնում, վայ գնա մեր շտանգեն բարձրացնեմ, կամ որ ինձ դորջար նվեր տան, կամ մի հատ տանս ջրի հարցը լուծեն։ Եվ այո, այս իմաստով բարոյական մասը բացվում է, որովհետև քաղաքացիները, ովքեր որ իրենց մարզիկներին ցանկանում են սիրել, ցանկանում են հարգել, երբ որ տեսնում են իրենց մարզիկը խեղճացած ինչ-որ մի գործարարի հույսին է մնացել, դա եւ այդ գործարարը զբաղվում է քաղաքականությամբ, այդ մյուսը չգիտեմ, քաղաքապետ առհասարակ, եւ այն քաղաքացիները, ովքեր որ չեն սատարում այս մարդկանց կամ հատուկ համակրանք չունեն սրանց այս մարդկանց հանդեպ, դա ազդում է իրենց վրա սույն ծանրամարտիկի կամ առհասարակ սպորտսմենի հանդեպ ունեցած հարգանքի վրա։ Իսկ այն, երբ որ մարզիկները իրենք են իրենց արդյունքներով ներկայանում եւ պետությունը այլ քաղաքացին ազատորեն անկախ տվյալ մարզիկի քաղաքական պատկերացումներից եւ այլն կարողանում է երկրպագել իր սիրելի մարզիկին։ Եվ այո, շատ դիպուկ տեղերով է կապած, բրավո Սամվել Գասպարյանին, այս հենց այս տեքստը հրապարակելու համար։ Եվ սա վերաբերվում է ոչ միայն Վարդան Ղուկասյանին, ես վստահ եմ, որ սա վերաբերվում է ցանկացած քաղաքական գործի, ցանկացած կլինի ընդդիմադիր թե իշխանամետ, ով փորձ կանի անձնականացնել հարցը։ Հիմա Գյումրու համայնքապետարան թող գնա հարցերի պատասխանի, տեսնենք ուր ենք հասնում դրանում։ Եվ իմ ուղիղ հարցումը ուժի մեջ է մտնում, հույս ունեմ երկար սպասացնել չեք տա ձեր պատասխաններով։ Առաջ գնանք։ Երեք Ռոմանոս Պետրոսյանը հիանալի հարցազրույց, փայլուն հարցազրույց էր տալիս հանրային հեռուստատեսությամբ, հեցի ժամանակավոր կառավարիչը, եւ այնքան դետալներ բացեց ժողովուրդ, տեսեք, շատ դեպքերում կան հարցազրույցներ, որոնք նաեւ թե ուսանելի են, թե մեր պատկերացումներն են ավելի ընդլայնվում կառավարման մեթոդների, մեթոդիկայի, նման մեծ միավորումներում աշխատանքի ձևերի, պահանջների եւ այլնի մասին։ Եթե մենք այս ամեն ինչը չցանկանանք, չփորձենք ըմբռնել, այո, մեր պատկերացման մեջ էսպես է. տաշիր սամոնա ու հեծը, վсё։ Իսկ այստեղ շատ ավելի լայն կոնտեքստ կա։ Եվ հիմա ես մեր ձևովականներին մոտ կփորձեի այստեղ այս հարցերին պատասխաններ ներկայացնել։ Ոնց է լինում, նայեք, առնվազն 6 լրջագույն խախտումներ է ներկայացել Ռոմանոս Պետրոսյանը, փաստորեն լրջագույն, որոնցից ամեն մեկը արդեն հիմք է եւ պատճառ, որպեսզի հեծը զրկվի լիցենզիայից։ Ամեն մեկը առանձին, եթե այն 5 հատը չլինի, այս մի հատը արդեն հիմք է։ Այս մի հատի կողքը երկրորդն է, այսինքն 6 անգամ կարելի է հեծին զրկել լիցենզիայից։ 6 անգամ։ Դուք պատկերացրեք ինչ տեսակ խախտումների, ապօրինությունների, շահարկումների մասին է խոսքը։ Եթե մի հատը այնպիսի լրջագույն փաստար կա, հիմնավորում է, որ ոչ թե տուգանքներով կամ չգիտեմ ինչերով, որոշ բան փոփոխություններով, այլ ուղղակիորեն կարելի է զրկել լիցենզիայից, իսկ դրա տուժողով է, շահառունով է այդ բանի վնասակար գործունեության քաղաքացին։ 6 հատ այդպիսի լրջագույն պատճառը ներկայացվել։ Եվ սա ծավալուն աշխատանք է, ինչի համար առանձին շնորհակալություն, այո, թե Ռոմանոս Պետրոսյանին, թե իր թիմին, թե ինչու ոչ նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ովքեր ինչպես հասկացա, վերջին ամիսներին ահռելի աշխատանք են տարել։ Այստեղ ճիշտ է, մի տեսակ ինչն էր կաշկանում, որ այսինքն փոխանակ ՀՑԿՀ-ն նախաձեռնողը լինի, հեծն է եղել նախաձեռնողը, կամ առնվազն այդպիսի տպավորություններ չգիտեմ, այնուամենայնիվ, այս
ծավալուն աշխատանքը նաև ներկայացվեց ոչ քաղաքական տեսանկյունից եւ հիմա այդ մեր ձևովականները եւ Նարեկը Կարապետյան թող գնա հարցերին պատասխանի հասկանանք այս ո՞ց դարձավ որ դուք փորձեցիք դա քաղաքականացնել դա քաղաքականացրել եք հենց դուք ռուսական զանգերով ռուս-թուրքական զանգերով եթե կուզեք կարճ դադար մեր եթերով Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Տեսեք, տարածում են իրենց շրջանակներում հետևյալ միտքը, որ մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը հեծի հետ որևէ process տեղի չէր ունենում, սեփականության իրավունքի խախտման որևէ փաստ չունեն, դատանի մոտ ասել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը եւ հերթական անգամ ստել, այսինքն այս մարդը թե սուտ է խոսում, թե Հայաստանի Հանրապետության դեմ սուտ մատնություններ է տալիս, ինչ ուզում խոսում է։ Եվ կան մարդիկ, ովքեր որ այնքան ատելությամբ են լցված այսօրվա իշխանությունների հանդեպ, որ կապ չունի, որ մեկը կա, որ խափում է կամ Հայաստանի դեմ սուտ մատնություն է տալիս, իրենք պատրաստ են ենթարկվել նրան, լինել աջակցել նրան, միայն թե բոլորը միասին ատելուց լինեն մեկին։ Դա այդպես չի։ Մենք փորձեք տրամաբանությամբ էլի շարժվել։ Նայեք Ես հիշում եմ, որ դեռ անցյալ տարի 24 թվականին, երբ Սամվել Կարապետյանը ոչ եկեղեցու մասին խոսք կար, ոչ սրբազան կոչեցյալների, ոչ Կտրիշ Ներսիսյանի, չնայած Կտրիշ Ներսիսյանի մասին ժամանակ առ ժամանակ արտահայտվել ենք, բայց երկրի ղեկավարի մակարդակով չկար այդպիսի ալիք։ Դեռ 24 թվականին ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները, մասնավորապես ես հիշում եմ հենց Հայկ Կոնջոյանի բանը, տեսա ուղերձը, որ սիրելի քաղաքացիներ, ովքեր որ բանը հեծի հետ կապված խնդիրներ ունեն, հրավիրում ենք հանդիպման, եւ բավականին մեծ հանդիպումներ տեղի ունեցան, մարդիկ ներկայացել են ոչ միայն քաղաքացիներ, այլ նաեւ գործարարներ ու իրենց լրջագույն խնդիրն, իսկ գործարարների բանը աշխատանքի խոչընդոտումը անմիջապես մեր պետությանն է հարվածում, հասկանում եք, որովհետեւ մեր պետությունը իր բյուջեով, տնտեսությունով հենված է գործարարների արդյունավետ գործունեության վրա։ Դրանից է կախված հիմնական մեր տնտեսության զարգացման ահռելի մասը եւ հեծա հարվածում էր այս ուղղությամբ չէր տալիս լիցենզիա չէր տալիս բանը այդ բարձրավոլտ բանը կաբելները անգամ քաշելու խնդիրներ հոսանք չէր տալիս որպեսզի ձեռնարկությունները աշխատեն այսինքն պետությունը ֆինանսավորում էր եւ աջակցում էր ներդրողներին չգիտեմ գործարաններ բացողներին մյուսներին մարդիկ կառուցում վերջացնում էին հոսանքը չեն տալիս, տարիներով չեն տալիս, հերթեր պիտի կանգնեն։ Մի խոսքով, ես շատ ավելի այդտեղ մանրամասն կոնկրետ իրավիճակներ կա, որոնցից տեղյակ եմ։ Ուրեմն, այդ ժամանակ ՀՑՀԿ նախագահ էր փոխվում, բա այդ ժամանակ Նարեկը Կարապետյան որտեղ էր։ Ես կարծում եմ, այս տղանցքի Հայաստանում էլ չէր։ Սամվելը Կարապետյան որտեղ էր։ Իսկ կարող է հենց այս փոփոխությունները բերեցին նրան, որ Սամվել Կարապետյանը փորձելով թաքցնել իր հանցանքը եւ հեծում տիրող իրավիճակը ամեն ինչ արեց, որպեսզի քաղաքականացվի այս հարցը եւ եկավ կանգնեց, սկսեց իր ձևով ինչ որ բաներ արտահայտություններ բրախել, ընդ որում թքած ունենալով հեծի վրա։ Հիմա մեր այսինքն ծայրի սեր սուտ է սա, ըստ ժամանակագրության անգամ կարելի է փաստել, որ դրա համար սկսեցին հեծը ոչ, դա սուտ է ժողովուրդ ջան, դա սաթիկ նյուզային պրոպագանդան է, նրանք փորձ են անում քաղաքականացնել այս ամեն ինչը, անգամ չեն բանանում 1 միլիոն էլ տալիս են, որ գնան դրսերում հարցազրույցներ տան, թե իրենք, թե իրենց փաստաբանը, սուտ բաներ խոսեն, շատ դեպքերում էշ բաներ խոսեն անգամ, հիմա եկավ, դե հասկանում է արդեն, որ զրկվում է դրանից, իսկ դա ոչ միայն եկամտաբերության տեսանկյունից, այլ որպես ռեսուրս
առաջիկա ընտրություններում օգտագործելու հիանալի միջոց էր, որովհետև իրանք հեծով կարողանում են հանրության մեջ ամենատարբեր դժգոհություններ առաջացնել եւ ստեղծել տպավորություն, թե երկիրը անտեր ու դուրս վիճակում է, հետեւաբար երկրի կառավարությունը լավ չի կատարում իր վիճակը, չնայած պետության կառավարումը սրա հետ շատ քիչ է փոխկապակցված։ Ամեն դեպքում այդ փորձը արեցին նաև ահռելի թվով աշխատողներ, որոնց կարողանում են sense իրենց ձեռքի տակ պահել, հա։ Այս ռեսուրսը ձեռքից գնում էր, ինչ պիտի աներ, պիտի գար կանգներ, փորձեր քաղաքական աստար տալ։ Եկավ, տվեց քաղաքական աստար։ Բայց ինքը այդ քաղաքական, ես չեմ կարծում, թե քաղաքական հայտարարության համար է այնտեղ, այն էլ 2 ամսով նորից կալանքը երկարաձգեցին, չնայած այդ արտահայտությունը, այո, ազգային անվտանգային խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օտարերկրացի թեկուզ ազգությամբ հայ լինի, թե վրացի, թե ուզբեկ, միևնույն է, եթե Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օտարերկրացի քաղաքացի ցանկանում է իր ձևով ինչ-որ բան փոխել, ազգային անվտանգությունը այդտեղ պիտի աշխատի։ Այն էլ հրապարակային տեքստով։ Հետո ինչ ասեց։ Ես հիմա ուզում եմ մեր ձևով շարժման ներկայացուցիչները լսեն։ Հետո ասեց ես թքած ունեմ հեծի վրա, ճիշտ է։ Բա հիմա, եթե սա դառնում է քաղաքական միավոր, ինչու՞մ եք վստահ, որ շատ կարևոր մի իրավիճակում թքած չի ունենալու պետության վրա, երբ որ պետությունը ձեռից տանելու լինեն, մեր հյուսիսային հարևանները կամ արևմտյան հարևանները, որովհետև ռուս-թուրքական դաշինքը պատմական խորքային արմատներ ունի, դրանց առանձնացնելը շատ դժվար է, հա։ Բա ո՞նց ենք անելու, եթե ինչ-որ մի պահի հասկանա, որ ամեն ինչ չի, ասի լավ է, թքած մի Հայաստանի վրա։ Իրան Հայաստանի էլեկտրական ցանցերն է վստահված, ռազմավարական կարևորագույն կառույց, սահմանադրական կառույց հասկանում եք դուք, եւ նա թքած ունի դրա վրա։ Ես ինչու պիտի հավատամ, նա դուք ձեր մեջ հարցրեք, ինչի պիտի հավատամ, որ ինչ-որ մի պահի, երբ որ շատ նեղը ընկնի, նույն ձևով թքած չի ունենալու առհասարակ պետության վրա։ Հեծը իր տենց սեփականություն, տենց բան ասելն էլ մի քիչ բան է, տենց հեշտ չի։ Հիմա նույնը այս հեծի պատմությունը ու եկեղեցու հետ կապված պատմությունները չափազանց նույնական են, չափազանց։ Ասենք Կտրիշ Ներսիսյանը ու իր սրբազանները թքած ունեն եկեղեցու վրա եւ իրենց հավատացյալների բարոյական դաստիարակության վրա եւ մյուս թքած ունեն։ Եւ չզարմանաք, որ ինչ որ մի օր Կտրիշ Ներսիսյանը նույնպես բառացիորեն կրկնի այս արտահայտությունը։ Տեսեք, հիմա ես ցույց տամ ձեզ թքած ունենալու, չնայած բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ սեփականություններ ունեն, այնուամենայնիվ FIP-ը չէ, կներեք, հեսա, Civic AM-ը մի նյութ էր հրապարակել, որը աչքովս ընկավ, էլի։ Media News-ն էր հրապարակել, Civic AM-ը վերահրապարակել է։ Media News-ը գրում է. Կտրիշ Ներսիսյանի կողմից մեր եկեղեցիներն ու վանքերը չուլանացնելու պրակտիկան ունի նաև ոչ բառացի կիրառություն։ Դրա վառ օրինակն է հյուրանոց դարձած Հաղարծին վանական համալիրի ճեմարանը։ Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանական համալիրի հարևանությամբ պետական սեփականություն հանդիսացող անտառային հողատարածքում կառուցված է ապօրինի շինություն, որը փաստացի պատկանում է հայ առաքելական եկեղեցուն։ Շինությունը գտնվում է Հաղարծին վանական համալիրից մոտ 150 մետր հեռավորության վրա։ Նախատեսված է եղել որպես ճեմարան օգտագործելու համար, սակայն նպատակին չի ծառայել եւ օգտագործվել է որպես հյուրանոց։ Այն իրենից ներկայացնում է երկհարկանի քարաշեն կառույց, յուրաքանչյուր հարկը մոտ 1200 քառակուսի մետր մակերեսով։ Շինությունը վերանորոգել, կահավորել, այնուհետև 18 թվից մինչև 25 թվի փետրվար ամիսը որպես վանատուն կոչվող հյուրանոց շահագործել է Գևորգ Ավետիսյանը, ում հայրը Համլետ Ավետիսյանը հանդիսանում է հոգևորական, անմեղ, Աստծո ծառա։ Շինության կառուցման եւ հյուրանոցի գործարկման մասին տեղեկացված է եղել Կտրիշ Ներսիսյանը եւ այդ ժամանակ հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ հանդիսացած Բագրատ Գալստանյանը, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ հոգևորականներ։
Հյուրանոցի էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը իրականացվել է հաղարծին վանական համալիրից, քանի որ շինությունը չունենալով իրեն օրինական սեփականության վկայական, գազի եւ էլեկտրաէներգիայի առանձին բաժանորդ չի հանդիսացել։ Փաստորեն տարիներ շարունակ Մայր աթոռի վճարած վարձավճարների հաշվին առանձին հոգևորականներ Կտրիչ Ներսիսյանի գիտությամբ բիզնես են աշխատացրել ու հարստացել, բնականաբար Կտրիչի հետ կիսվելով երևի։ Կտրիչը հոգևորական դաշտի Սաշիկն է։ Նորին սուրբոցություն 50-50։ Այսինքն ճեմարան ենք կառուցում։ Ապորինի կառուցարել, սա նայեք քանի հատ բան են խախտել, էլի, ասենք սա հոգևորականի գործունեություն է, թե ցանկացած մի հատ, չգիտեմ, ինչով պիտի տարբերվի առհասարակ հոգևորականը քաղաքացուց սովորական։ Ինչով է տարբերվում։ Մի հատ խնդրում եմ, ասեք, այս սրանով պիտի տարբերվի, սա սրանից։ Ինչով է տարբերվում։ Ապորինի կառույցն արել, հա։ Դե հաղարծինը օրինական է, դե ինքը բան է։ Հաղարծինից հոսանքը գազը մցրել է այնտեղ, ստեղ մարդիկ գնացել են, մոմը վառել են, տարբեր ծիսակատարություններ են արել, գումարը տվել են եւ այլն, այս փողից գնացել է գազի ու հոսանքի մուծումը, զուգահեռ եկեղեցու կողքը հյուրանոց, տժժում ենք մինչև լույս։ Ասեք, էս ինչ է։ Բոլորս ենք չի հասկանում, որ հյուրանոցում չեն գնում եւ քնում միայն, հազար բանատեղի։ Էս ինչ է։ Սա պղծություն, չի, սա Սաթիկ Սեյրանյան, սա Թուրքի հրահանգով, չի, ըստ քեզ։ Ինչ է սա։ Սա այլասերվածություն է։ Այլասերվածություն։ Այս սրա համար է, որ մեր հանրության շրջանակներում, ժողովուրդ ջան, մենք անընդհատ ինչ-որ սենց շատ բուրն ենք, արձագանքում տարբեր բաների, իրար սենց կտրականապես մերժում ենք իրար, այս ամեն ինչը նրանից է, որ եկեղեցին իր դերը, հենց այստեղ Կտրիչ Ներսիսյանի պրավալն է, հայ առաքելական եկեղեցու պրավալն է հենց այստեղ, որ քաղաքացիները սկսել են, իրար չեն ցանկանում ոչ հարգել, ոչ լսել։ Սրանք իրավական նորմերի դաշտից չեն, բարոյական նորմերի դաշտից են, որը պղծած է։ Եվ եթե ասում եք ինչու պիտի հեռանա, то հենց սրա համար պիտի հեռանա։ Որովհետև նա որպես կաթողիկոս իրան երբևէ չի դրսևորել, երբևէ։ Տարբեր պատարակներ, եպիսկոպոսներն էլ, արքեպիսկոպոսներն էլ, քահանաներն էլ են իրականացնում։ Որպես կաթողիկոս որտեղ է դրսևորել իրան։ Ես ինչ է այ մարդ։ Կոնկրետ հաղարծնից վենա են մտել, էլի։ Այ քեզ բան։ Ու մեկ էլ աշներովս ընկնում է, ոնց, Աբրահամ Գասպարյանն ու Սաթիկ Սեյրանյանը մենակ տեսնեք ինչ հարցազրույց են ունեցել, պարզվում է հերթական մատնությունը Հայաստանի Հանրապետության դեմ, պարզվում է արաբական գարնան սցենարը գրվել է Հայաստանում, անգամ Աբրահամ Գասպարյանը գիտի Ծաղկաձորի որ հյուրանոցում է գրվել, ինձ թվում է նաև կիմանա թե ովքեր են այնտեղ ներկա եղել, որ էլի գցում են այսօրվա իշխանություն, այս ինչա գիտեք, արաբական գարնան սցենարը երբ որ ասում են գրվել է Հայաստանում, սա գիտեք ինչա նշանակում։ Տեսեք Հայաստանի Հանրապետությունը, վերցնում ենք քարտեզը։ Աշխարհի քաղաքական պարտեզը։ Վերցնում ենք Հայաստանի Հանրապետությունն է։ Այս կողքը կարող է հայելային տարբերության բան լինի, ժողովուրդ ջան։ Այս կողքը Ադրբեջանն է, մուսուլմանական երկիր։ Չնայած ինքն էլ է աշխարհիկ պետություն կարծեմ համարում։ Այս կողմը Թուրքիան է, մուսուլմանական երկիր։ Այստեղ Իրանն է, մուսուլմանական երկիր։ Այստեղ Իրաքն է, մուսուլմանական երկիր։ Արաբական Էմիրություններն են։ Մի խոսքով մենք մի միջավայրում ենք, որտեղ որ
Դեռ չխոսեմ Կասպից ծովից են կողմ, բան, մի խոսքով։ Չերես երկրները, էլի։ Դուք հասկանում եք, չէ՞ մենք ինչի մեջ ենք։ Ու այս իրավիճակում փորձել քրիստոնյա մուսուլմանական ինչ որ հակադրություններ հեղինակել, դա նշանակում է ուղիղ կործանել սեփական պետությունը, հայտ ներկայացնել ինքնակործանման։ Սա հասկանում եք ինչ է։ Ու ոնց որ էլի մի տեղից է գալիս, որովհետև թե Նարեկը Կարապետյան գնում է հանկարծ մուսուլման քրիստոնյայից է խոսում Նյու Յորքում, սրանք էստեղ մուսուլման քրիստոնեական թեման են գազ տալիս, չգիտեմ, ձեր հույսը իսկապես Ռուսաստանն է, դուք կարող եք նստել ինձ համոզել, որ Ռուսաստանում ավելի շատ քրիստոնյա է ապրում, քան մուսուլման։ Ռուսաստանը նույնպես աշխարհիկ երկիր է, ընդ որում։ Այս ինչի մասին եք խոսում դուք։ Սա թուրքերի հրահանգով է անում։ Սաթիկ Սերյանյան, այն որ ամեն ինչի մեջ թուրքական հետ քեզ փնտրում, սա թուրքերի հրահանգով չի։ Ինչպես քո լրագրողներից մեկն էր ասում, դե երթվի, դա նորմալ է, չէ՞, երբ որ լրագրողը ասում է դե երթվի, որ թուրքերի հրահանգով չի։ Դե երթվի, որ առհասարակ արտաքին ուժերից որևիցե մեկի հրահանգով չի։ Տերդ, քաղաքական շեֆերդ, թող երթվեն, որ արտաքին քաղաքական ուժերից մեկի հրահանգը չեն պատվիրել քեզ ու Աբրահամ Գասպարյանին։ Երթվեք դե։ Կամ երթվեք, որ մարտի 1-ը թուրքական հրահանգով չէր, երեք հանրային քննարկումներ։ Երթվեք մի հատ։ Թուրքի դեմը չոքած ու կզած, Քոչարյան Ռոբիկի ու Սարգսյան Սերժիկի հրահանգով չէր մարտի 1-ը։ Երթվեք մի հատ։ Դե երթվեք, որ հոկտեմբերի 27-ը թուրք-ադրբեջանական եղբայրական երկրների պարտադրանքով չի եղել, մոտ երթվեք։ Ձեր կզած լինելը, ձեր թուրքի հրահանգով աշխատանքներ տանելը Հայաստանում 30 տարիներ, մի փաթաթեք այլոց պարանոցին։ Գողն առաջինն է գոռում բռնեք գողին։ Եվ եթե սխալվում եմ, ապա երթվեք, որ սխալվում եմ։ Հաճելի է նման խոսույթը էկրաններից հնչի, մեդիատիրույթում հնչի, չէ։ Բա կարող է որպես ժուրնալիստների միության նախագահ գնաս ու այդ լրագրողին մի հատ նկատողություն անես, կամ գոնե մի հատ հրապարակում անես։ Հրապարակում, մի հատ, մեկը 6 հոգի է լայքում, շատ մարդ չել տեսնում։ Իմիջայլոց ժողովուրդ ջան, փաստերի ստուգման հարթակը շատ հետաքրքիր հարցում է արել ԿԳՄՍ նախարարությանը, բոլորիս հուզող հարցի մասին, որը երևի թե ժամանակը չի բավարարի ընթերցեմ, բայց հնարավոր է, որ վաղը անդրադառնամ, թե որ եկեղեցիներն են պատկանում առհասարակ պետությանը, որ նա մայրաթորին պատկանում, որը ոնց են քերել տարել, ինչու են սրանք սահմանադրությունը դարձել ասում այս թուրքերը սահմանադրության հերն անիծել բաներով, խախտումներով անց են կացրել, որպեսզի իրենք բարգավաճեն, ու այսօր երբ որ առաջ քաշվում հարց, որ սահմանադրությունը պիտի փոխվի, իրենք հասկանում են, որ իրենց թալանը փրկելու միակ միջոցը կախված մնալն էր ժողովրդավարության միջոցով սահմանադրությանը, դա ձեռքից գնում է։ Ինչ պիտի անեն, բնական է, Սեյրանյաններով Սաթիկ եւ մյուսներով պիտի դուրս գան, ասեն թուրքի պահանջն եք անում։
Բայց թուրքի պահանջով չի, էլի որ հազարավոր եկեղեցիներ տարվել են մայրաթորին առանց բանի, չգիտեմ, sense կամ մանկապարտեզ դպրոցներ, որոնք որ չպիտի վերականգնվեն, ընդհակառակ պիտի քանդվեն, մի խոսքով 1000 ու մի բան։ Սրանք թուրքի պահանջով չի եղել։ Թուրքը կվարվեր Հայաստանի հետ հենց այնպես, ինչպես վարվել են Քոչարյանն ու Սերժը, Սաթիկ Սեյրանյան, եւ կունենար Հայաստանում այնպիսի ժուրնալիստներ հանրությանը մոլորեցնելու համար եւ որպեսզի քաղաքացիները դա չնկատեն, ինչպեսին դու ես քո բանով հանդերձ, սատելիտներով հանդերձ։ Դա իսկ այս հարցին կանդրադառնանք, եթերում ազատ շփումներ կհանդիպենք։